Բարև ձեզ, եթերում օրակարգ հաղորդաշարն է եւ ես Միրան Հակոբյանը։ Մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք սոցիոլոգ Արոն Ադիբեկյանին։ Բարև ձեզ, պարոն Ադիբեկյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Ադիբեկյան, ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում այս պահին։ Դա սոցիալական հարվածության, սոցիալական դժգոհության, արտահայտության միջոց է, ընդ որում պարտադիր որ կապված լինի էլեկտրականության սակագնի հետ բարձրացման, դա ընդհանրապես առիթ է այդ ընդհանուր դժգոհությունը արտահայտելու համար։ Այն էլ այն տարիքային խմբի համար, որն ավելի խոցել է այսօր Հայաստանում, գործազուրկների մեծ թվականակի տարիքային խմբում է, ծնողները, ընտանիքները մի կերպ գումարներ են տնտեսում, որ տան կրթություն, ավարտում աշխատանք չունի, արտագաղթելու հնարավորություն չունի, ու մեկ էլ քեզ ասում են, գիտես, որ մի քիչ ավել պետք է ծախսանես, որ գոնե երեկոյան ժամերին, երբ որ դու սերիալ ես նայում, դա քո վրա մի քիչ թանկ կնստի։ Ու պարզ է, որ նման որոշումները, որոնք վերաբերում են հանրային շահերին, հանրային կարիքների բավարարմանը, պետք է անեն նախօրոք, պետք է անեն հաշվենկատ, պետք է անեն աստիճանաբար ու պետք է հիմնավորված անեն։ Այսինքն, եթե էլեկտրոցանցերը հետևին ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին, դա կորպորատիվ պատասխանատվության պայմանագիրն է, պատասխանատվությունը, նա պարտավոր էր 3 ամիսը մեկ հրապարակել իր վիճակը ոնց է, ինչ ծախսեր անում, ինչ գործեր արել, որ բնակիչներն իմանան, որ ցանցերը իրոք մտահոգված են մեր գործողությունների մասին։ Այդ առումով օրինակել է ջրամատակարարման խնդիր, երբ որ նրանք հաշտություն են տալի, ասում են մենք այսքան միլիոն կիլովատ-ժամ տնտեսել ենք պոմպակայանները ռացիոնալ անելով, դրա համար մեր մոտ գինը եթե բարձրանա շատ չի կարող։ Նրանք ցույց են տալի ինչով են նրանք փորձում բան անել։ Իսկ եթե իրանք գործ են արել, գծատարներն են փոխել, որտեղ մենք գիտենք ջրատարները փծած են հիմնականում, նույն էլեկտրոցանցերը, եթե նոր գիծ արեն, նոր տրանսֆորմատորային կայան է սարքել, դա մասին մենք պետք է իրազեկ լինենք։ Պետության կողմից պետք է լինի խիստ վերահսկողություն այն ընկերությունների նկատմամբ, որոնք նման հանրային կարիքներն են բավարարում, պահանջի հաշվետվություն, հրավիրի աղուձից, թեկուզ օտար երկրյա, որ գնահատեն իրոք հաշվետվությունը արտացոլում այն իրողությունը, որ գտնվում են։ Պարոն Ադիբեկյան, մենք տեսնում ենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրը ըստ էության ազդում է բոլոր սոցիալական խմբերի վրա, բոլոր խավերի վրա, բայց ցուցարարների հիմնական մասը դա երիտասարդներ են։ Ինչով է դա պայմանավորված։ Առաջինը նրանք ավելի մոբիլ են, ավելի բան են, ընդ ծերուկներ էլ կային, դա չի կարևորը։ Հնարավոր է, որ նրանց մեկը օգտագործում է, ես չեմ ուզում իրանց վիրավորեմ, բայց չի բացառում, որ նրանց մեջ կա նրանք, որ վճարով են այնտեղ մասնակցում, ավելի ակտիվ են եւ այլն, ու երկրորդը, որ դա եթե մենք նայենք հանրային տրանսպորտի, քաղաքային տրանսպորտի գնի բարձրացման հետ կապատաղում, ելի երիտասարդներ են, որտեղ նրանք ՀԿ-ների ակտիվիստներ են, նրանք ավելի մոբիլ են, ավելի բան են։ Հիմա եթե տեսնենք դա որպես հասարակության բողոքի ակցիա, Երևանում առնվազն 200-240 հազար ընտանիք է ապրում։ Ընդունենք, որ 40 հազարը հարուստ են թքած այդ գնա բարձրացման, 200 հազարի ընդունենք, որ կեսը անունակ է դուրս գալու, 100 հազարից եթե մի հոգի գար փողոց դժգոհությանը իր վերաբերում կարտահայտելու, ապա ինչ Բաղրամյան, ինչ Պրոսպեկտ, ինչ բան, Երևանի կենտրոնը լցված կլիներ ժողովրդով, բայց մենք տեսնում ենք ընդամենը մի քանի հազար երիտասարդ, որոնք բողոքի ցույց են անում։ Դա կարող է ՀԿ-ների անդամ լինեն, կարող է ինչ-որ մի հատ ընտանիքների անդամ լինեն, կարող է մի հատ կուսակցության ակտիվիստ լինեն, երիտասարդական թևի, բայց նրանք աշխատում են դրան չտալ քաղաքական ջերանք, որտեղ կմտնեն ավելի լուրջ խաղացողներ եւ նրանց ակցիան կմտնի, չի երևա։ Այստեղ դառնում է, որ ընդհանրապես դա ժողովրդի ինչ-որ բողոքի ակցիա է, բողոքի դուրս են եկել երիտասարդները, ոնց որ աշխարհում ընդունված է։ Հիշեք Ֆրանսիայում երիտասարդները մեքենաները վառելով գնում էին։ Երբ որ նրանց բռնեցին, պատժեցին, ոչ ոք բան չասեց, ինչի՞ էս պատժում։
Այստեղ նույն բանն է առնում, եթե նրանք խանգարում է քաղաքական տրանսպորտի աշխատանքը, մարդկանց նորմալ երթևեկությունը, երեխայի դպրոց գնալը, հիվանդանոց գնալը, շտապ օգնության աշխատանքը, ով է իրավունք տվել նրանց այդ բանի արգելակում դառնալու։ Ես մեմ իտալական ֆիլմ, երբ որ ոստիկանը ծեծում էր ցուցարարին ու ասում էր. ես թքել եմ, թե տրոցկիստ ես, մարքսիստ ես, մաոիստ ես, կոմունիստ ես, քեզ ով է իրավունք տվել պայթուցիկ նյութեր օգտագործես փողոցներում։ Դա մենք պետք է հասկանանք բարեկիրթ քաղաքական ակցիաների երանգը որն է։ Մենք ժողովրդարական երկիր ենք, մենք ունենք ընդդիմություն, մենք ունենք իշխանական, մենք ունենք պարլամենտ, մենք ունենք բավականին զարգացած հասարակական կազմակերպություն եւ հասարակական կազմակերպությունների մի մասը կոչված են սպառողների իրավունքը պաշտպանելու։ Մենք իրան չտեսանք։ Սադոյանի հետ մի հատ ելույթ ունեցանք հեռուստատեսությամբ, մի հատ էլ կարող է պարոն Պողոսյանը մի տեղի ունեցավ, մենք չտեսանք իրենց առաջի շարքերում, որ եկեք այս մեր շահերը Պարոն Ալբերտյան, այնուամենայնիվ ընդունված է կարծել, որ հայ ժողովուրդը այսպես սոցիալապես պասիվ ժողովուրդ է, սոցիալական բողոքի տեսանկյունից եւ փողոցները ողողում է, երբ որ ազգային խնդիրներ են լինում, բայց մենք տեսնում ենք, որ այս սոցիալական խնդրով են, հա, սա ինչ նոր մշակույթ է ձևավորվում։ Չէ, դա արդեն մի քանի անգամ անցած ճանապարհ է, որտեղ նորից ասեցի, որ նման բան եղավ առաջի թանկացման հետ էլեկտրոէներգիայի բողոքի ցույց եղավ քաղաքային տրանսպորտի փորձը բարձրացնելու ու այս ես եմ հրապարակել այդ տվյալները մեր մեծ հարցման մեջ, որտեղ մասնակցել էին մոտ 100 համայնքի մոտ 5000 ընտանիք։ Ինչի կդիմեք, եթե ձեր կենսական կարևոր կարիքները, բանջերը կոտնահարվեն։ 17%-ը մեկ ասել դուրս կգամ փողոց եւ բոլոր միջոցներով կպաշտպանեմ իմ իրավունքը։ Մոտ 30%-ը պատասխան չտվեց, ասել չգիտեմ ինչ կանեմ, մնացածը նամակ կգրեմ, ինչ որ ցույցերի կմասնակցեմ, հանրահավաքների, բայց դիմել վճռորոշ նենց բողոքի, որը հեղափոխական կամ Մայդանի ինչ որ երանգներ կունենա, դա ընդամենը հարցվածների 17%-ն է, երբ որ վերահաշվարկում ենք բնակչության, ընդամենը 10%-ն է անում։ Դրա համար ես հայտարարեցի, որ հայերը հեղափոխական ազգ են, որտեղ 10%-ը կրիտիկական զանգված չի ստեղծում, որ կարողանա մի բան։ Նա կարող է ալիք բարձրացնի, բողոք բարձրացնի, դժգոհության ինչ որ մի հատ գործընթացներ գնան, բայց իշխանափոխություն կարող է բռնեն մեկին ծեծեն, չմոռանանք, որ մեզ մոտ եղել է փորձեր, երբ որ փորձել են մտել են ազգային ժողով, ծեծել են падգամավորներին եւ այլն, ջարդելով բան, ընդամենը դա եղել է մի քանի հազար ցուցարար, ընդամենը, ընդ որում մասնակցել են նաեւ եւ կանայք։ Այսինքն սոցիալական բողոքը մեզ մոտ ավելի մտերմիկ է, քան քաղաքական, իսկ իշխանափոխությունը կամ քաղաքական ակցիան կամ մոստություն հեղափոխությունը պարտադիր պետք է ունենա քաղաքական երանգ, որտեղ փոխում է իշխանական համակարգ կամ իշխանությունը։ Այստեղ սովորական կենցաղային հենքի վրա ծնված մի հատ բողոքի ակցիա է, ընդ որում չի բացառում, որ նա ունի դրդիչներ, որտեղ ես չեմ կարծում մարդիկ թողնեն տունը 24 ժամ, 48 ժամ, այնտեղ նստեն ինչ-որ բան անեն, եթե դրա շահություն են։ Եվ չի բացառում կան իրոք մարդիկ, որոնք գտնում են, որ նրանց ակցիան արդարացված է, որ նրանց պահանջը արդար է, որ նրանք իրոք պաշտպանում են ժողովրդի շահերը, այդ Ռոբին Գուդ են, էլի, այդպես բան են անում եւ այլն, ու դա բերում է այդ ընդհանուր մի հատ sense տարերային գործընթացի, որը չի կառավարվում ոչ ներսից, որտեղ դա պետք է գոնե ունենա առաջատար դեմք, առաջնորդ, որի ձայնը լսեն։ Եթե այդ առաջնորդը լինի, նա բոլորյանից կհայտարարի, որ մենք չենք գնում նախագահի հետ համաձայնությանը։ Պարոն Ալբերտյան, այնուամենայնիվ նկատելի է, որ ցուցարար երիտասարդները չեն ցանկանում խնդիրը քաղաքականացնել եւ քաղաքացիական տիրույթի մեջ են պահում հարցը, ինչով է դա պայմանավորված։ Այն ժամանակ երանգներն ուրիշ են եւ քաղաքի մեջ պետք է մտնեն քաղաքական ուժերը, կուսակցությունները, խորհրդարանական խորհրդարանի դուրս մոտ 7 տասնյակ կուսակցություն ունենք, ու եթե բոլորի կանոնակարգ դրությունները ես կարդացել եմ,
ժողովրդի սոցիալական պաշտպանության բոլորի մոտ անխնդիր կա, նրանք պարտավոր են գալ նրանց կողքը կանգնել։ Իսկ նրանք փորձում են դալ կենցաղային բնույթ, որ պայքարը չսրվի, գուցեև գնում են Մայդանի պարագայով, որ հրավիրեն մարդկանց, ստեղծեն մի հատ կրիտիկական զանգված, նոր դրան տան քաղաքական երանգ, ոնց եղավ Մայդանում։ Չդիմացան դիմադիր դեմքերը, Տիմոշենկոն բան եկան, ելույթ ունեցան, առաջնորդ առաջացավ ու եկավ մի մարդ, որը ոնց որտեղ քաղաքական մեջ այնքան էլ ճանաչված էր, բայց փող ուներ պահելու մայդանշիկներին, փող ուներ զինված ժողատներ ստեղծել, փող ուներ իշխանությունը փոխելու։ Մենք այստեղ նման դեմք չենք տեսնում։ Դրա համար սա ընդամենը տարերային ըմբոստություն է եւ պետք է դա լուծվի, ինչու սովորաբար փոքր կրակ ոնց են բանանում, կամ փչում են, կամ վրան ջուր են լցում։ Հիմա նույն բանը պետք է լինի, կամ պետք է ցերեն, փչեն, կամ փորձեն ընդառաջ գնալ, ինչ որ մի հատ լուծում գտնել, այսինքն սարեցնել սակագնի բարձրացումը, գուցե պետությունը գումար գտնի, ինչ որ մի տեղից տոկոսով բերի տա ընկերությանը, որ նա կարողանա իր ճեղքվածքը փակի, պահելով նույն գինը։ Ու հետամուտ լինելով, որ այս գումարները ճշգրիտ կօգտագործվեն, իրոք խնդիրները կլինի, ու ամենակարևորը, եթե նման ներարկում կլինի, հետաբար գինն էլ պետք է ոչ այնքան շատ բարձրանա, որտեղ այդ գումարը տալու են բանկերը, միջազգային, որոնք նման դեպքերում տոկոսադրույքը շատ բարձր չի լինում, այն է դու փակում ես 5 կամ 10 տարում, նայած ինչ պայմաններով ես վերցնում։ Այսինքն պետությունը նախ, եթե իրոք սակագինը նույնիսկ 3 դրամով բարձրանա կամ 1 դրամով բարձրանա, նա պարտավոր է 103,000 ընտանիքները, որոնք ստանում են աղքատության նպաստ, 170,000 հաշվանդամների, որոնք ստանում են թոշակներ, 440,000 թոշակառուներին, որոնք ստանում են թոշակներ, միայնակ ծնող ունեցող երեխաների նպաստները, նույն չափով ավելացնել, հաշվի առնելով, որ դա շղթայական Կարծես թե 3 կառավարությունը այդ մասին հայտարարություն արել։ Ոնց որ թե դա պետք է սկզբից անեին, փաթեթով պետք է անեին, ոչ թե դանակը բերեն բողազին, նոր տիպատասիա գիտես, կմտածեն բարձրացնելու մասին։ Եթե Բիբինը նման բաներ արտահայտում բարձրացնելու համար, կառավարությունը պետք է քննարկել հաշվարկներ անել ու ասել այո, հացի գինը այսքան տոկոս կբարձրանա, խանութներում սպասարկումը կբարձրանա, որտեղ խանութները էլեկտրոէներգիայի մեծ ծախսողներ են, սառնարան են աշխատում, լուսավորություն են, 24 ժամ աշխատող բաները, խանութները եւ այլն։ Ուրեմն գինը բոլոր ապրանքների ինչ որ տոկոսով կբարձրանա։ Ուրեմն պետք է ասել, ուրեմն հաշվի առնելով այս բանը, մենք այսքան տոկոսով պետական ծառայողը, արմիություններն ուր են։ Ինչի մասնավոր բանվորը չի կարող արմության ինտուիտով ստիպի իր գործատուին այդ բանը փոխհատուցի իր շահույթից։ Այն ժամանակ մենք կլինենք մեկ միասնական ընտանիք, հայ ժողովուրդ, հայաստանցիներ, որոնք բոլոր դժվարությունները միասնական են կարողանում հաղթարել, ոչ թե մեկի հաշվին։ Բիբինի լինի, Ռուսաստանի լինի, թե Հայաստանի կառավարության։ Ամեն մեկը իր լուման պետք է կարողանա բերի։ Երկրորդը վերջի գնի բարձրացումը լույսի կրճատեց սպառումը 8%-ով։ Ուրեմն մենք խելոքացանք 8%-ով։ Էլ են բարձրացնում, էլի 8%-ով կսպառումը կկրճատենք։ Ավել լույս չենք վառի։ Զոհարանում լույսը սարքիչը չի վառի։ Հերոստացույցը չենք միասին մենակ, որ մեր ականջում մի բան sense բան անի։ Մենք կմիասնենք այն հաղորդում, որ մենք կնայենք եւ այլն։ Զմերը կմտածենք, էլեկտրոէներգիա բան անենք, թե վառարան դնենք, փայտ վառենք, որն ավելի էժան կլինի, քան նման պետք է մտածենք։ Ես հիշում եմ Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը, որ այցելել ենք, գիշերը Բերլինով մեքենան մեզ զբոսաշրջուներ, շենքերում լույս չկար։ Ասի, այս մարդը չեն ապրում, չի ասма, լույսը երեկոյան գալիս է, պարկում են, քնում են ժամը 9-ին, որտեղ 5-ին զարթնել են, գնան աշխատանքի։ Իրանք լրիվ ցերեկային լույսի ռեժիմով են ապրում։ Մենք էլ պետք է սովորենք տնտեսել։ Դու տես Փարիզում ոնց են ջրին վերաբերում, ամենաթանկ բանը Փարիզում խմելու ջուրն է, զուգարանի ջուրն է, կաթիլներով են ջուրն օգտագործում, որտեղ դա թանկ արժի։
Մենք սովորել ենք հին սովետական ռեժիմը, որ ամեն ինչ մեզ էժան են տվել կամ ձրի են տվել։ Մենք պետք է փոխենք մեր հոգեբանությունը, սպառման մեր հոգեբանությունը, շուկայականի համապատասխան։ Հակառակ դեպքում անընդհատ գալու ենք այս խնդիրների առջև։ Մենք շատ կարճ գովազդային դադարից հետո վերադառնանք մեր օրակարգային խնդիրներին։ Շարունակվում է օրակարգ հաղորդաշարը, հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր սոցիոլոգ Հարուն Ադիբեկյանն է։ Պարոն Ադիբեկյան, քաղաքական կուսակցությունները մենք չենք տեսնում, որ փորձեն կամ հավակնեն այս շարժումը գլխավորել, ինչ որ առիթով այնտեղ ներկա գտնվել, ինչ որ գուցե թաքնված, բայց ամեն դեպքում մեր քաղաքական ընդդիմությունը կարծես թե չի էլ հավակնում այս շարժումը գլխավորելու։ Ինչով է դա պայմանավորված։ Գնա ձևավորումը ավելի հզոր է կան Նյուտոնի բոլոր օրենքները։ Նա ունի օբյեկտիվ հիմնավորումներ, թեպետ սուբյեկտիվը իր դերակատարության որոշում ունի։ Եթե մենք սակագինը քաղաքային տրանսպորտի բերում ենք նվազագույն շեմին, դա նշանակում է, որ 10 տարի հետո այս մեքենան երբ որ դենքցելու բան ալենու, ինքը իր ֆոնդը չի ստեղծում, որ նոր մեքենա առնի բերի։ Ուրեմն մենք պետք է ամորտիզացիոն ֆոնդեր ունենանք եւ գնի մեջ պետք է բոլորը կանխատեսենք, որ ջրատարները փթում են, էլեկտրոլարերը սպառվում են, լինում են վթարներ, բոլոր տրանսֆորմատորներն ունեն իրենց գոյատևման բան, փոխանակման ամենաթանկ բանն այսօր փոխարինելու կարիք ունեն եւ այլն։ Այսինքն գնի մեջ պետք է բոլոր ռիսկները հաշվարկեն ու դա բոլոր գումարները կհետե փակի սպառողը։ Իսկ այդ դեպքում քաղաքական ուժերը ինչի չեն ցանկանում։ Ես թվում է որ քաղաքական ուժերը շատ լավ գիտեն այն ինչ որ ես ասում եմ, որտեղ ունեն բավական ուժեղ տնտեսագետներ իրենց շարքերում, իրանք շատ լավ հասկանում են գնաձևավորման մեխանիզմը որն է, ու եթե նրանք դուրս գան բանանեն, իրանք պետք է ասեն մի հատ բերեք դեր հաշվարկները, տեսնենք իրոք էլեկտրոցանցերը վատ մենեջմենտ է, ինչու՞մ է վատ, ինքը չի կարող փողոցային դեմոկրատիայի նման դուրս գա, ասի քչացրա կամ ինձ այդ բանը բեր, նա պետք է հիմնավորի, նա բարեկիրթ կազմակերպությունն է, նա պետք է սեփական աուդիտ անի, սեփական բերությունը, կարող է եւ արել են։ Եկել են իզրակացան, որ իրոք վատ է, լավ է մենեջմենտի տեղը, թե վատ է եղել, նման խնդրի առջև են կանգնած։ Հիմա կամ մենք այդ խնդիրը լուծում ենք, կամ մի քանի տարի հետո մենք ընդհանրապես հոսանքի չենք կարող ստանալ։ Գծատարները կփչանան, տրանսֆորմատորները շարքի դուրս գան եւ այլն եւ այլն։ Մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին այսօր։ Ինձ թվում է նրանք դրա մասին գիտեն։ Երկրորդը, կարող է նրանց տեսակետից դա ընդամենը մի հատ դրվագ է մեր սոցիալական կյանքում, ու այնքան կարևոր չի, որ նրանք կարողանան քաղաքականացնել մտեն պայքարի մեջ, որտեղ դա հեշտ լուծվող խնդիր է, ինձ թվում է լուծումը կգտնեն, այն ժամանակ հարց կդառնա, իսկ դա ում շնորհիվ էր, որ կուսակցության, ամեն մեկը ով էր ավելի լավ պաշտպանում ժողովրդի շահերը եւ այլն եւ այլն։ Երկու հանգամանքներն էլ աշխատում են։ Առաջինը, որ նրանք հասկանում են, որ դա հիմնավորված եւ ճիշտ է, երկրորդը, որ կարող է, որ դա հիմնավորված չի, բան չի, բայց առաջարկելու մենք տարբերակ չունենք։ Ինչ պետք է իշխանափոխություն պահանջենք էլեկտրոցանցերի վատ կառավարման պայմաններում։ Բիլայնի խնդիրը, եթե մենք հիմա մեկ աուդիտ անենք եւ վերականգնենք բիլայնի պատմությունը, դա ավելի խայտառակ բան է եղել, քան էլեկտրոցանցերը։ Իսկ ինչով է պայմանավորված, որ միջազգային այսպես լրատվամիջոցները օբյեկտիվ չեն ներկայացնում Հայաստանում տեղի ունեցող իրադրություն։ Մենք տեսնում ենք, որ սա Մայդան չէ, որովհետև Մայդանը քաղաքական, այսպես ուղղվածության աշխարհակաղակական խնդիր է։ Իսկ այստեղ սոցիալական կենցաղային ավելի շատ խնդիր է։ Դա Մայդանը սկսվեց որպես կենցաղային, հենց որ այնտեղ լուրջ քաղաքական, հետո դա աստիճանաբար դարձավ քաղաքական եւ այլն։ Խնդիրն այն է, որ նրանք նայում են իրենց մեզ վրա իրենց ստերեոտիպ աչքերով ու նայում են մակերեսային։ Իրանք ներքին մղումներն ու գործընթացները իրաց համար մնում են անտեսանելի։ Իրավիճակը ոնց է։ Ես գիտեմ Հայաստանում ՄԱԿ-ի տվյալներով, եթե վերցնենք, ընտանիքների 47% աղքատ են։ Իրենց աղքատ համարում են դրանց կեսից պակասը 20%-ը։
Ուրեմն այդ 20%-ն է դժգոհ այս երկրում, որ դուրս գա փողոց, ասի ինչ է էլեկտրոէներգիայի գինը բարձրացել։ Ու այդ 20%-ի միայն մի մասը կգնա, որտեղ մնացած այնքան ընչազուր կա, որ նա չի հավատում, որ կարող է իր քայլերով բան փոխի։ Իրանք դրա մասին չգիտեն, դա գիտենք մենք մասնագետները, գիտենք քաղաքագործները իրենց փորձից եւ այլն։ Բայց մակերեսային, որ արտակին նայում ես, ոնց որ թե Մայդանը եկել են, փակվել են, երկում են, պարում են, վաղը կլինի մի հատ ուրեմն վրաններ կդնեն, հետո խորովածքը սնանել եւ այլն, ու դա կարող է երկար տևի, մինչեւ գտնվի մի հատ Մովսես, որ Իսլամստանին ինչ-որ մի հատ փրկության ափի։ Դա հնարավոր բան է։ Դրա համար իրանք ստերեոտիպ պատկերացում ունեն, ինչպես ուրիշ տեղ աղը, ուրեմն Հայաստանում կարող է նման բան լինի։ Բայց նորից եմ ասում, եթե որոշումը կայանա, իրանք ինչ պետք է ասեն, որ կառավարությունը ճնշումներ արե, գաղտնի քայլեր արե կամ բաներ, որ դրանք պետք է արտանան իրենց ընկերների առջև, թե իրանք սուտ են ասել։ Հիմա ով է ստախոսը իրենք, թե մենք ենք խորաման կարողացել ենք դա շրջանցել։ Դա մնում է բան։ Դրա համար լրատվամիջոցները նման են մի օր ապրող թիթեռնիկների, եկան սպանարեցին, անհետացան։ Նրանց լուրջ պետք է չի վերաբերվել։ Այլ բան է, որ դա դառնում է անընդհատ ամենօրյա հաղորդում, երևույթ արդեն չկա, շարունակենք խոսել, դա արդեն ձևավորում է դիրքորոշում։ Նույնը Ուկրաինայում տեղի ունեցավ։ Անընդհատ հաղորդում են, անընդհատ օրինակ են բերում բան։ Ինչի Ադրբեջանը ազատլիկ ռադիոկանը փակեց Ադրբեջանը, որտեղ նա ձևավորում էր նոր դիրքորոշում, նոր վարկագիծ երիտասարդների մոտ։ Ինքը կարող է մի հատ երևույթը անընդհատ 20 օր անընդհատ խոսել, հաղորդում անել, հետևողական է ձևավորել։ Իսկ ընդամենը CNN-ը կամ կարող է BBC-ն կամ Liberty ռադիոկանը կամ նույն Մոսկվան հաղորդի ու կմոռանա։ Իսկ հանրային կարծիքը, հանրային գիտակցությունը հավից կարճ հիշողություն ունի։ 3 ամիս հետո երբ հարցը փակվեց, որ ասած ինչ եղել, չեն էլ հիշի։ Որտեղ սա ընթացիկ օպերատիվ հիշողության վրա հիմնված երևույթներ են։ Իսկ դուք նշեցիք, որ Մայդանն էլ սկսվեց, հա, սոցիալական այսպես կենցաղային խնդիրներից։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Հայաստանում պայքարը կենցաղային բնույթի է, սոցիալական բնույթի է։ Եվ իհարկե տարբեր են իրականությունը, տարբեր երկրներ են, տարբեր մտածելակերպով, տարբեր պատմական ճանապարհից անցած, տարբեր ժողովուրդներով, բայց այնուամենայնիվ հնարավորություն տեսնում եք Հայաստանում, եթե չասենք այս խնդրի, նմանատիպ խնդրի հետ կապված Մայդան առաջանա, դա վերածվի քաղաքական, աշխարհաքաղաքական, այսպես կողմնորոշումների փոփոխման խնդրի։ Ինձ թվում է ոչ։ Դրա պատասխանը ես բազմից տվել եմ, ուղղակի կկրկնեմ։ Հիմնական բախման արդյունքը դա սերունդների հակադրությունն է։ Երբ որ դու քո հորը հանում ես սխալ, որ դու սխալ ես ապրել, դու սխալ իշխանություն ես ձևավորել, քո պատճառով որ մենք այս վիճակում ենք։ Այդ սերունդների լարումը, բախումը հիմնական հեղափոխական արդյունքներից մեկն է։ Երբ որ նայում ես ով են անում հեղափոխություններ, այն կրող ուժը դա 30-ից 40 տարեկաններն են, որոնք նոր մտնում են ակտիվ իրենց կյանքի ակտիվ բանը եւ չեն ընդունում այն ինչ որ իրենց ծնողները, հայրերն ու պապերը ստեղծել են։ Խաղի կանոնները փոխում են։ Մեր մոտ սերունդների մեջ բախում չկա։ Մեր մոտ դժբախտաբար կամ բարեբախտաբար երեխան նման է իր հորը։ Ու եթե ինչ-որ մի բան չի, ոչ թե իր հարն է մեղավոր, այլ մի հատ շանտեղա կամ մի հատ խորաման կանասուն եկել է, տիրել է, եկեք այդ բանը փոխենք։ Դրա համար ես ասում եմ մենք հեղափոխական ազգ չենք։ Ու այդ պատճառներից մեկը, որ սերունդների բախումը չկա, չի բերում նման լարմանը։ Կարող է դուրս գան, կարող է փողոց փակենք, մեկի գլուխը ջարդենք կամ մի հատ երկու մեքենա վառենք, դրանից առաջ չի գնա։ Ու տեսեք մարտի գնդակահարությունը ուրիշ երկրներում մի հատ բողոքի ակցիա բարձրանան, ինձ մի հատ լռեցին բոլորը ու ձևացրեցին, որ ոչ մի բան չի պատահի, բայց դե մարդկանց կյանքը գնաց ու պարզ չի ով կրակեց եւ ինչի կրակեց։
Ուրեմն sense բաներ կա, որը մենք պետք է հասկանանք, որ մեր ազգային հոգեբանությունը պատմական ձևավորված Այդ սպეციფიկ է։ Յո սպეციფიկ է, բոլոր լուծումները պետք է հաշվի առնեն այդ մեր յուրահատկությունը։ Մենք չենք կա, տեսեք, ժողովրդավարությունը, ոնց որ մենք լինենք ազնիվ, արդար, պետք է լինենք, չի ստացվում։ Սերնդափոխությունն է պետք, որ նոր սերունդը յուրացնի այդ ազատականության հոգեբանությունը, ժողովրդարական վարքագիծ ձևավորի իր մոտ։ Դա մի սերնդի վարքի փոփոխման արդյունք չի կարող լինի։ Նույնիսկ իմ երեխան ինձ նման է լինելու, բայց Աստվածը մի քիչ փոխվի նրա թորն ու ծոռը։ Ու ես միշտ ասել եմ, մենք ունենք ամերիկյան համալսարան, մենք ունենք ֆրանսիական, գերմանական համալսարան, որոնք ուսուցանում են նրանց արժեքային համակարգով։ Ինչի նրանք վերևում չկան։ Ինչի նրանց կարիերան չի տանում իրանց վերև, որ իրանք այդ իրենց գաղափարներով արժեքային համակարգով մեզ կառավարեն։ Որն է պատճառը։ Պատճառն է, որ մենք մեր նմաններին ենք սիրում, հարգում եւ լսում։ Դա բիբլիական ճշմարտություն է։ Էտա, ուրեմն մենք ինքներս պետք է կարողանանք ամեն մեկս փոխենք բոլոր մակարդակներում եւ բերենք փոփոխության բանը։ Արևմուտքը մի քիչ ալտերվա, մոդայիկա։ Եթե մոդան փոխում է, իրանց ապրելակերպը, մտածելակերպը փոխում է։ Մեզ մոտ մոդան, մենակ մի փոքր խմբի մոտ է մնում։ Մնացածը հագնում է իր ավանդական, ընտանեկան հագուստը, մտածելակերպը, ապրելակերպը եւ այլն եւ այլն։ Պարոն Ադիբեկյան, այ ուժայինների գործողությունները, ինչպես կգնահատեք։ Կարծես թե այսպես առաջի օրը ցուցարարներին այդ ջրի մեքենաներով Բաղրամյան փողոցը բացեցին, սակայն մյուս օրը նորից ցուցարարները հավաքվեցին, ուժի կիրառում չեղավ, խոստացել են, որ ուժ չի կիրառելու եւ կարծես թե իրար շատ լավ հասկանում են։ Մոտեցեք, ինձ հետաքրքրեց ամերիկյան լրատվամիջոցների եւ պաշտոնյաների արձագանքը։ Այնտեղ ոստիկանը 14 տարեկան երեխա է գնդակահարում, այնե մի քանի դեպք կա լինում։ Չկա այնպիսի դժգոհության ալիք, որ այստեղ ընդամենը ջրել են այնե ամառվա շոքին։ Ուրեմն թե էլի երկակի ստանդարտների քաղաքականությունն է։ Մեր մոտ դա կարելի է, մենք ոստիկանին կպատժենք, թե ոչ չեն էլ պատժե։ Ինքը իբր իր պաշտոնական պարտականությունը կատարել է։ Մեզ մոտ ինչ որ գերակայել են, ուրեմն իրենց իրավունքները։ Ինձ թվում է, որ սա այնքանով է լավ դաս, որ չափը չանցնես։ Հələ որ ես քեզ ջրում եմ։ Հետո ինչ կլինի, հանկարծ զենք չվեցնես ձեռքդ։ Դու զգաս սկսել կրակել։ Պատասխանը կստանաս նույնը։ Սա զգուշացում էր։ Գուցե լավ զգուշացում է։ Եթե մենք ուզում ենք լինել բարեկիրթ երկիր, մեր դժգոհության բոլոր դրսևորման եղանակները պետք է լինեն բարեկիրթ։ Ու ասողին լսողա պետք։ Ու լսելը պետք է չինի, որ նախագահան իր մակարդակով Կարծես նախագահան հրավիրեց Սխալ արեն, սա նախագահի մակարդակի խնդիր չէր։ Մենք ունենք էներգետիկայի նախարար, պարոն Զախարյանը, որը ինքն է միջնորդը սպառողի եւ մատակարարողի միջև։ Նա պետք է մի հատ խումբ հավաքել, սպառողների ընկերությունները հավաքել, ստեղծել հանրային խորհուրդ ունենք վերջին հաշվով։ Մենք այդ կառույցները ինչի ենք ստեղծել, որ կարողանանք նման խնդիրների լուծում գտնել ազգովի, այլ ոչ թե նախագահան ստիպած, ասա եկեք տեսնեմ պրոբլեմն ինչու՞մ է։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ այդ հրավերը առաջարկը չընդունեցին։ Ինձ թվում է, որ նրանք չունեին հակափաստարկ նախագահի փաստարկների նկատմամբ։ Իրենք վախենում են, որ նախագահան կարող է իրենց վերահամոզի ցույց տա թե ինչու՞մ է պատճառը եւ այլն։ Հակառակ դեպքում, եթե նրանք վստահ լինեին, որ իրանք իրոք 100%-ով ճիշտ են, նրանց պահանջները արդար են, էլեկտրոթանցերի կառավարիչները լրիվ հակաժողովրդական կանոն, նրանք կգնային եւ ապացուցեն նախագահին, որ կառավարությունը սխալ պայմանագիր կանչել, սխալ ընկերություն հրավիրել, պետք է մենք կարողանանք դա բանանենք եւ այլն։ Ինձ թվում է, որ այս բանը ամբողջ գործընթացը կամ իրավիճակը ստիպելու է կառավարությանը հետևել Կեյնսի տեսությանը
վերահսկի շուկան, անել հանրային կարիքների բավարարման, պարտադիր։ Դու փորձի Նյու Յորքում տաքսուգինը մի ցենտով բարձրացրի, ականջդ կփոքեն։ Դա քաղաքապետարանի վերահսկողությունն է։ Երբ որ Նյու Յորքում ենք 90 թվականին փորձեցին բարձրացնել, կանչեց, ասեց եկեք տենեմ, ինչու՞ մա խնդիրը։ Սենց բան է։ Բենզինի գինը բարձրացրել, ես դա դոտացիան կտամ քեզ։ Գինը մի պայ, որտեղ դու իմ քաղաքացու շահերն ես բանանում ու տուրիստների շահերն ես կպնում։ Այն գումարը, որ դու աշխատում ես, ես ունակ եմ քեզ բանանելու եւ այլն։ Երբ որ ավիադիսպեչերները ազգային գործադուլ հայտարարեցին Ռեյգանի ժամանակ, նա կանչեց, ասեց գնացեք աշխատանքի, որտեղ դուք խփում եք ազգային անվտանգությանը։ Նրանք չհամաձայնվեցին։ Նա դատարանով փակեց արմիությունները, բոլոր գումարները ազգայնացրեց, աշխատողներին լրիվ ազատեց, բերեց ռազմական թոշակի գնացած դիսպեչերներին։ Նրանք ստեցին աշխատել։ Մինչև սրանք հասկացան, թե իրենց սխալն ինչում է, որտեղ նրանք պետք է մտնեն կառավարություն, դեպարտամենտ, արմիության միջոցով, նստեն լուծում գտնել, համատեղ, եւ դեպարտամենտը պատրաստ է գնալու ընդառաջ, այլ ոչ թե 100%-անով դրանց պահանջները ընդունի։ Նույն մեխանիզմները պետք է լինեն մեզ մոտ։ Մենք ենք հանձնաժողով ստեղծում ազգային ժողովում, ինչ են քաղաքացիական ինստիտուտներ ստեղծում, ինչի կառավարության կից կան տարբեր այս խնդիրները լուծելու համար, ազգովի համատեղ։ Ոչ թե մեկը դուգա փողոց օր ու գիշեր են դեքնի, որտեղ իր շահերը ոտնահարվում են ու ոչ ոք դրա վրա ուշադրություն չի ուզում դարձնել։ Շատ լավ, շատ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, շնորհակալություն ձեր տեսակետների համար, մեր հեռուստադիտողին շատ հետաքրքիր է։ Մի բան էլ ասեմ։ Իհարկե։ Կառավարությունը պետք է իր ֆունկցիան կատարի, ընկերությունը պետք է լինի թափանցիկ, որ տենանք ինչ ոնց անում եւ ինչ անում, եւ փողոց դուսկով լինի մի քիչ գրագետ, հասկանա գնա ձևավորման մեխանիզմը որն է, որտեղ այսօրվա մի տնտեսած լուման 10 տարի հետո կարող է դառնա 100 լուման, 100 անգամ աճի։ Նա պետք է մտածի նաև ապագայի մասին եւ այդ ունի պատկերացում։ Ուղղակի գնալ այն բութ երեխայի նման ասել ուզում եմ, չի ստացվի։ Հուսով եմ ցուցարարները ձեր հորդորները կլսեն եւ կշտկեն իրենց աշխատանքներում նաեւ այդ բացերը, եթե իհարկե բաց են համարում։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը սոցիոլոգ Հարուն Ադիբեկյանն էր, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը Հայլուրի հիմնական թողարկումից անմիջապես հետո։